Ինչու Հայաստանի եւ ԱՄՆ արտգործնախարարները այս գործարքը արեցին հենց երեկ։ Ինչու չարեցին 1 ամիս առաջ կամ հետո։ Այս պահին մեր հարևան եւ բարեկամ երկրում Իրանում շատ խառը իրավիճակ է, նույն ԱՄՆ-ի ձեռքով։ Գիտեք ինչպես են վերաբերում Իրանում, Հայաստանում ԱՄՆ նման ներկայությանը։ Բազմիցս նրանք հայտարարել են, որ դեմ են այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությանը։ Ասում են, որ իրենք մտահոգված են, որ ԱՄՆ-ն կարող է թրիփը օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ ԱՄՆ-ն երկիր է, որը գործողություններ է ձեռնարկում Իրանի դեմ այս պահին, ու հիմա Հայաստանում հայտարարում է Իրանի սահմանի ներկայության մասին։ Ու հենց հիմա, երբ Իրանում ցույցեր է կազմակերպում Միացյալ Նահանգները, Թրամփը կոչ է անում գրավել պետական հաստատություններ, ջախջախել իշխանությանը, սպառնում է Թրամփը հարձակվել Իրանի վրա, այս պահին Հայաստանը նույն ԱՄՆ-ի հետ, Իրանի թշնամու հետ կնքում է նման պայմանագրեր, ԱՄՆ-ին բերելու Իրանի քթի տակ։ Համարում եք, թե լավ նախագիծ է, համարեք, ձեր գործն է, բայց կարող եք մի ամիս, կես ամիս հետաձգել, մինչև Իրանում այս լարված իրավիճակը հանգուցալուծում ստանար։ 4 հարևան ունեք, որից 2-ի հետ փակ սահմաններ են։ Վրաստանի հետ վերջին 1 տարում շատ հաճախ եք ունեցել բեռնափոխադրման խնդիր, որ ամբողջությամբ կապը հասանելի է, դա Իրանն է, ու այս ոնց եք վարվում։ Ըստ երևույթին ԱՄՆ-ն ասել է, ես Իրանում գործողություններ եմ սկսում, մի բան էլ դուք արեք, որ ցույց տանք, որ Իրանի հարևանների հետ ոնց ուզենանք նրանց կօգտագործենք։